Հաղորդման գործընկերն է Նուր Քարտը, հաղորդման գործընկերն է ֆինանսական համակարգի հաշտարարը։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է հաղորդում, որը ձեր փոխարեն դիտում է լուրերը, որ դուք Հավայի չներվայնանաք։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք միանգամից ուզում ենք խնդրել ձեզ խուճապի չմատնվել։ 3 լուրեր տարածվեցին, որ Երևանի փողոցներով ման է գալիս մի արջ։ Գազանանոցից չի փախել, այլ մասնավոր արջ է։ Ու սա Եվրազեսի PR ակցիա չի։ Գազանին տեսել են Արցախի փողոցում։ Ծուրթատն անթույլատրելի տեղում հատել է ճանապարհը։ Հավանական է այս կողմից գնաց էլի։ Սենց անցավ այդ գծերի արանքը տերը այդ որ գծերը քաշած։ Արցախի փողոցը լավ հեռու է, չէ՞, տեղից։ Հա, լավ հեռու է։ Չմտածեք որ վախենում ենք արջուկից, զուտ ապահովության համար թող այստեղ լինի, էլի։ Իսկ այս թողարկման մեջ դիտեք, Ռաֆի Հովհաննիսյան, Սերժ Սարգսյան նամակագրությունը շարունակվում է։ Զինված մարդիկ, խավարասերներ, օլիգարխատենչ падգամավորներ, ազգային ժողովում վիճակը հեչ լավ չի։ Լեզվակռիվներ, ավագանու ընտրությունները սկսում են ընտրությունների նմանվել։ Գյումրիի նախկին քաղաքապետը հիշեցրեց ինչու ենք իրան այդքան սիրում։ Օրվա հյուրը քաղաքապետարանի կենթանական բաժնի ներկայացուցիչ։ Ռաֆի Հովհաննիսյանը վերջին հանրահավաքին ներկայացրեց իր նամակը Սերժ Սարգսյանին։ Ու թեև երկուսի մեջ արդեն կա նամակների վրա խաչեր կամ X-եր նկարելու դառը փորձ, Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ առաջարկները կընդունվեն։ Ներկայացնենք ամենակարևոր մասերը։ Արդահերթ խորհրդանական ընտրություններ այս տարվա ընթացքում առնվազն 5 մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում ժողովրդի Հանսին Ռաֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում։ Կանեն։ Ես ստեղ ախրելի կետեր կան, որ Ռաֆին պետք է նշանակի նոր դատախազ, հարկայինի պետ, մաքսայինի պետ, ԱԱՑ-ի պետ։ Բա դիմացը ինչ են խոստանում։ Խոստանում են հանդուրժել իշխանություններին եւս 5 տարի։ Ժողովուրդ ինչ ես կարծում, ինչ կլինի։ Նախ ուզում եմ ասել, որ շատ կուզեի, որ համաձայնության գան, Բայց ոնց որ զգում եմ, որ բայց կա, չէ։ հա, ճիշտ հասկացաք, բայց ասեմ, որ շանսերը 50-50 են։ Այսինքն կամ կընդունեն, կամ չէ։ Չէ, կամ X կդնեն, կամ խաչ։ Խանգարեցիր արդեն։ Պարոն Հովհաննիսյան, պատվիրված ուղարկեք, փոստաբանա չկորի էլի։ Իսկ ներքաղաքական լարված վիճակին կողքից շիրայ են տալիս արդեն ակտիվ քաղաքականությունից հեռացած, բայց անչափ սիրված գործիչներ։ Երբ ես հակադրվեցի հանրապետության նախագահին, ասենք ցույց հավաքեցի, ասենք կոչեր արեցի, դրանից հետո ուր զանգահարում էի, խուսափում էին հետս խոսեին։ Նույնը պետք է լիներ Ռաֆու հետ։ Բայց այդ հարաբերությունները լավ ներքին գործերի նախարարի հետ, այդ հեռախոսը, որ միանգամից կարող է զանգահարել։ Իսկ հիմա փորձել եք զանգահարել, որտեվ շանսերը մեծ են, որ հիմա էլ ձեզանից կխուսափեն։ Ներքաղաքական ճգնաժամը հաղթարելու իր տեսլական բանաձև առաջարկեց ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Ժողովրդի հետ մեկտեղ, որը ընտրել է 50% սացանը, մնացածին կոչանել համախմբեն այս կողքը պետության կարգավիճակը զարգացնելու նպատակով։ Всё։ Դե բա տեսնում եք, իսկ դուք ինչ-որ բարդ լուծումներ եք փնտրում, այնտեղ արտահերտ ընտրություն, ստվերային կառավարություն։ Համախմբվեք ու всё։ Ազգային ժողովում վիճակը հեչ լավ չի։ Մի վատ լուրը հետևում է մյուս վատ լուրին։ Նախ, չգիտեմ ախր ոնց ասեմ, փակվել է ազգային ժողովի ճաշարանը։ Ճաշարանը փակ է։ Այս քարորյան էլ գլորվեց խորհրդարանի ճաշարանի նորոգման վերջը չի երևում։ Հետո այս պայմաններում ոնց պետք է աշխատեն այս մարդիկ, հո սոված փորի օրենքներ չեն գրելու, ինչա տնից հետները լանչ պետք է բերեն։ Սա դեռ քիչ էր, հլմյատել ասում է ազգային ժողովի շենքում խավարասերներ կան։ Ինչն է պատճառը։ Լրագրողներին լուրեր են հասել, որ աշխատակազմը խավարասերների դեմ է պայքար սկսել։ Մի անգամ դրանցից մեկին քիչ էր մնում ճաշի մեջ համտեսեին։ Ամոթա որ ասեք լուրջ դեմքով նստեմ, մեկնաբանում ինչ որ խավարասերի ընկնել է ճաշի մեջ։
Ու սրանից հետո ուզում եք այս մարդիկ նիստերի գնան, շատ լավ են անում, բացակայում են։ Ես իմ ընտրատարածքի падգամավորին արգելում են գնան նիստերի։ Երրորդ ընտրատարածքի падգամավոր, էլ մի գնացեք նիստի։ Չհասկացա, դու քո падգամավորի անունը չգիտես։ Այն ժամանակ գիտեի, բայց ինչ ընտրվել է, ոչ մի ելույթ չի ունեցել։ Ինչ էր անունը։ Ստեփանյան Արթուր, հա, հիշեցի, Ստեփանյան Արթուր ՀԿ-ից 0 ելույթ։ Բայց ասում ես ինչքան ակտիվ կողմ է քվեարկում, 112 անգամ եղել է կողմ, կամեցող падգամավոր ունես։ Մեկը, ես կոչ եմ անում падգամավորին չգնալ նիստերի, այդ ազգային ժողովը վտանգավոր տեղ է։ Այսօր ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները կրակ են արձակել դանակով զինված 25-ամյա մասիստի Վրեժ Գալստյանի վրա։ Երիտասարդը այսօր ժամը 15:00-ի սահմաններում հայտնվել է ազգային ժողովի բակում։ Ներկայանալով իբրև Հիսուս Քրիստոս, Վրեժ Գալստյանը փորձել է մտնել խորհրդարանի շենք, չենթարկվելով անվտանգության աշխատակիցների հրահանգներին։ Նախազգուշական կրակոցից հետո ոստիկանը ստիպված կրակել է նրա ոտքին վնասազերծելու համար։ Չգիտեմ որտեղից սկսեմ։ Ներկայացել է որպես Հիսուս Քրիստոս։ Դանակը ձեռքին հասել է մինչ ազգային ժողովի աստիճաններ։ Ես վերջի անգամ որ եկել է ազգային ժողով, ձեռքիցս անգամ ֆլեշկաս վերցրեցին։ Ազնագիրս մի 20 րոպե ստուգում են, իսկ ես մարդս էս դանակով հասավ աստիճաններին։ Կարող է, քանի ստուգում են արդյոք այդ օրը անցագիր իջեցված է Քրիստոս ազգանունով, այդ մարդը ճռռցրեց գնաց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրեժ Գասպարյանը երեկ եւս եկել էր խորհրդարանի ընդունարան եւ դուրս եկող լրագրողներից խնդրել հարցազրույց վերցնել իրենից։ Մեզ հասած տեղեկություններով նա բնակվում է ծնողների հետ եւ մի քանի օր առաջ էլ կացնով հարձակվել է մոր վրա։ Լուրեր են շրջանառվում, որ նա հոգեկան շեղումներ ունի եւ 2 դատվածություն։ Լավ, դե կարևորը բռնել են, ոչ մեկին վնաս չի հասցրել, պատճառներն էլ հետո կպարզեն։ Զգուշ եղեք падգամավորներ ջան, մեկ էլ ասում են փողոցներում ինչ որ արջ-մարջ է ման գալի։ Հետո զարմանում ենք, որ այս մարդիկ թիկնազոր են պահում, ձգտում են օլիգարխ դառնալ։ Որը շատ ուրախ կնեի, ու ձգտում եմ, որ ինքս էլ օլիգարխ դառնամ։ Ինչու դուք հիմա մեծահարուստ եք փաստորեն, ու մնաք падգամավոր։ Շուտով ձգտում եմ դրան։ Ինչին եք շուտով ձգտում, մեծահարուստ լինելուն։ Ախր ես զարմանում եմ, երկրի նախագահը հենց նոր ասեց, որ դուք չկաք։ Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ։ Փաստորեն կան հերիք չի, մի հատ էլ ձգտում են դառնալ օլիգարխ։ Որը շատ ուրախ կնեի, ու ձգտում եմ, որ ինքս էլ օլիգարխ դառնամ։ Դե հո չեն ձգտելու լավ օրենքներ գրեն ծառային ընտրողին։ Հա Վազգեն։ Ապեր, այսօրվա օրով ես էլ եմ ձգտում դառնալ օլիգարխ, այստեղ ոչ մի վատ բան չկա։ Դե Վազգեն ջան, դու գոնե գործազուրկ ես, քո օլիգարխ դառնալ ձգտելը բյուջեի վրա թանկ չի նստում։ Դե ընդհանրապես լավ կլիներ համ բյուջեի վզին նստեի, համ ձգտեի օլիգարխ դառնալ։ Գոնե մի քիչ փող կլներ էլի ձեռս։ Բարձա, Վազգեն, լսի ինչ որ արջա փողոցներով ման գալիս, դու զգուշ եղել այդ կողմերը։ Ես կակոյտը վինի փոխից չեմ վախենում, տղեկ ջան։ Արդ ինչ այն տուզի կենթանին հայ այդ քանի գլխանի դարավ, հազիվ սաղ ձմեր վերընկնի քնի։ Իսկ ես ապագա օլիգարխ եմ ապեր այդ դլթող մի հատ համարցակվի գա օլիգարխի դեմ ձեր ղզիկ արջելու։ Երևանի ավականու ընտրություններին կամ ժողովրդի լեզվով ասած քաղաքապետի ընտրություններին մասնակցելու թղթեր են ներկայացնել Դաշնակցությունը, ՀԱԿ-ը իր ցուցակի ներկայացման կապակցությամբ նույնիսկ շնորհավորել ժողովրդին։ Նախ ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել այն կապակցությամբ, որ Հայ ազգային կոնգրեսը արդեն գրանցվելով որպես կուսակցություն այդ անվան տակ 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել մեր Երևանի ավականու ընտրությունների մեր մասնակցության ցուցակը։ Դե շնորհավոր։ Որտեղ ենք։ Հա, մասնակցելու է նաև ԲՀԿ-ն, Ժառանգությունը, Օրինաց երկիրը։ Օրինաց երկիրը։ Հա, ոնց որ թե լուրջ ու վճռական են, լրագրողների հավատն էլ մի քիչ չի գալիս։ Կոալիցիոն գործընկերը գնում է քաղաքապետի պաշտոնի համար, թե փոխ քաղաքապետի։ Քաղաքապետի պաշտոնի համար։ Բացառված չի, որ ապրիլի 1-ի հետ է կապված, բայց ահագին լուրջ դեմքով ասեց։ Ամեն դեպքում կոալիցիոն մյուս գործընկերն էլ մասնակցելու է, ցուցակը արդեն ներկայացրել են։ Երևանի ավականու ընտրություններում կլինի ոչ այնքան պայքար առաջի տեղի համար, որքան պայքար իրական երկրորդ տեղի համար։ Դե չեղավ, սա արդեն ինչ որտեղ լսել ենք, պարոն Շարմազանով։ Ճիշտ է, մենք անկարգանում ենք բայց մրցակցային նորմալ ժողովրդավարական պայքար, բայց այնուհանդերձ պետք է նշեմ, որ պայքարը կգնա երկրորդ տեղի համար։ Հա, էլի ինչ որ նոր, ավելի ինքնավստահ մեսիջ է պետք։ Օրինակ, մեր տեխնացուն այնքան լավն է, որ երկրորդ տեղն էլ է ինքը տանելու։
Իր հավաքանու ցուցակը ներկայացրեց նաև մի նոր կուսակցություն առաքելություն անունով։ Երիտասարդները նոր ծրագիր են մշակել ու որոշել են ռազմավարությունը ավելի ուշ կհրապարակեն։ Ծրագրային դրույթները Երևանով չեն սահմանափակվում։ Կուսակցականները ընտրվելու դեպքում նաև մարզեր կգնան։ Մենք պատրաստվում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարբեր բնակավայրերում այցելել, նաև ոչ ընտրական ժամանակահատվածներում։ Քանի դեռ կուսակցությունը բացահայտում է, որ Երևանի ավագայինները զբաղվում են բացառապես Երևանի հարցերով, մենք տեսնենք ինչպես են թեժանում կրքերը ընտրություններից առաջ։ Բարգավաճ Հայաստանը ընտրություններին ընդառաջ ավելի ու ավելի կոշտ քննադատություններ է հնչեցնում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք եւ ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել։ Վա, արդեն ոչ թե այլընտրանքի, այլ հենց ընդդիմադիրի խոսքեր են։ Դե տեսնենք ՀԿ-ն ինչ կպատասխանի, ով ունի այնտեղ սուր լեզու։ Հաճախակի կուրկեր փոխող նորաթուղ պարլամենտականին կխնդրեի եւ կհորդորեի, որ ընտրությունները անցնելու են, բայց մարդ պետք է ներս չանի, որ ամաչի։ Իսկ եթե գողեր ու ավազակներ է փնտրում, այդ գողերն ու ավազակները մի հատ թող իր շրջապատում նայի ավելի ցայտուն Երևան։ Մեր կուսակցության ներկայացուցիչները հստակ պատասխան տվել են պլինդուսից ցածր մակարդակ ունեցող պատասխանին, եւ որը կոռեկտ չի։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետքա վերմակը իր ոնց որ ժողովուրդն ասեմ, մարմնով մեկնի։ Ահա, այս ընտրություններն էլ պաշտոնապես մեկնարկեցին։ Ժող պատրաստ ես ընտրություններին իր ամեն ինչով, լեզվակռվով, խոստումներ, քարոզ։ Իմ ոչ երևանյան մասնիկները գոհ ու շնորհակալ են, որ գոնե այս ընտրություններն իրենց չեն խառնում ու թողում են հանգիստ ուղեղով իրենց գործով զբաղվել։ Իսկ քո երևանյան մասնիկները դիմանում են էլի Նարեկ ջան։ Դե լավ, բան չմնաց։ Հա մեկ էլ զգուշ եղ ինչ որ արջ է փողոցնում ֆրֆռում։ Արջ։ Ինձ արջով չես զարմացնի, այդ ցավը տանեմ, ես տենց բաներ եմ տեսել Երևանում։ Կառավարությունը ժողովրդի դատին ներկայացրեց 2013-2014 թվականի բյուջեն։ Չէ։ Աշխատանքային պլանը։ Չէ, լսի։ Արձակուրդների գրաֆիկը։ Harlem Shake-ը։ Կառավարությունն էլ արել Harlem Shake։ Պաստորեն, կառավարության Harlem Shake-ը։ Colo terrorista։ Harlem Shake. Եվ այսօր Armcomedy-ի հյուրն է քաղաքապետարանի կենթանիների հետ աշխատանքի բաժնի ավագ կենթան Արտյոմ Սաստունցը, բարև ձեզ։ Բարև ձեզ, Նարեկ, իմ պաշտոնը կենթան չի, կենթանաբան։ Կենթանաբան, այդ գլխարկը ձեր ինչ-որ հատուկ զգեստն է, հա։ Ճիշտ ասած չէ, ես սա եկել, ձեր ռեժիսորը տվեց, ասեց, որ ինչ-որ հումորային կատակ արեք, արեք հանեք, եթե չի դզում։ Բայց չնայած դուրս եկավ, գիտեք, եթե կարելի է։ Շատ լավ։ Պարոն Սաստունց, եկեք հաստատեն ինչա կատարում։ Այս վերջերս գազանանոցում ինչ-որ երկու հատ վագր իրար քիչ էր մնում ուտեին, հիմա էլ փողոցով ինչ-որ արջ է ֆրֆռում։ Գարունա Մաուգլի։ Նարեկ։ Հա, այդ ես ուղղակի կարևոր չէ։ Մենք իհարկե փորձում ենք կենթանիներին, գազաններին պահել վերահսկողության տակ, բայց Նարեկ ջան, մեր ուժերն էլ անսպար չեն, բացի դրանից մենք ուրիշ կարևոր գործեր ունենք։ Մենք հիմա Կարմիր ու Սև գրքի կենթանիների բազմացմամբ ենք զբաղվում, ոնց որ մարդիկները պետքա մի քիչ ինքնապաշտպանվեն։ Բայց ինչ կարելի անել, երբ որ փողոցում արջ է հայտնվում։ Ես որպես քաղաքապետարանի ավագ կենթան կարող եմ ասել, որ կենթանաբան։ Կարող եմ ասել, որ արջերը իրականում այդքան վտանգավոր չեն այս սեզոնին, նրանք վնաս չեն տա մարդուն, նրանց մեջ միայն այդ սեռական սովն է խոսում։ Այսինքն որևէ պարագայում արջը ձեզ չի վնասի, չի սպանի, դուք ապահով թաթերում եք։ Ուղղակի կարող է դոմփի։ Արջը։ Հիմնականում արջը, բայց սպասում ենք, որ շուտով կարող են ակտիվանալ նաև զեբրաները, ծովափղերը, մի շարք այլ կենթանիներ, դրա համար կոչ ենք անում ազգաբնակչությանը չհակնել կարճ շրջազգեստներ, քիփ շալվարներ, ընդ որում դա վերաբերում է երկու սեռերին էլ, որտեվ մանավանդ տղամարդիկ ավելի մեծ դիսկոմֆորտ կարող է ստանան այդ սեռասովված ծովափղերի շփումից։
Այսինքն այդ արջերը, զեբրաները դուրս են գալու ու արջուձախ փողոցներում սեռական ոտնձգություններ անեն։ Ու ծովափղերը։ Բայց այո, այդպես է դրա համար կոչ են կամ քաղաքացիները մի քիչ ծանր պահել այս մոտակա գարնան ընթացքում, տոն չտալ կենթանիներին եւ նույնիսկ եթե իրանք են տոն տալիս, ասենք ժամ հարցնել բան, փորձեք ուղղակի հնարավորինս դիստանցիա պահել, եթե դա չի օգնում, ինչ ասած, ուղղակի փորձեք վայելել։ Հասկանալի է։ Դուք ինչ որ մի հատ սև գրքի մասին խոսեցիք։ Այո, ունենք նաև սև գրքից որոշակի կենթանիների խնդիրներ, Չարբախում այսպիսի կենթանիներ փախել։ Չարբախսկը ճուդովիշան էր, որտեղ է փախել, կինոից։ Չէ, այս մեկը կոնկրետ ուղղակի շատ հարուստ օլիգարխի տնից է փախել, բայց կան նաև кіноից փախած կենթանիներ։ Այդ ոնց։ Օրինակ այս մեկի կադրերն ենք բռնացել վերջերս։ Прилетит вдруг волшебник в голубом вертолете и бесплатно покажет кино. Լավ, իսկ ինչ որ խորհուրդ կարող եք մեզ տալ, ինչպես խուսափենք նրանց այդ հանդիպելուց։ Այս վերջինս խուսափել պետք չի, ինքը շատ նորմալ կարգին անվտանգ կենթանի է, իսկ եթե ընտրություն ունեք զեբրայի ու ծովափղի միջև, նախապատվություն տվեք ծովափղին, որտեղ նրանք ավելի երկարաժամկետ հարաբերությունների կողմնակից են։ Դուք հիմա դա ասում եք որպես կենթան։ Որպես կենթանաբան։ Շնորհակալություն, փաստորեն բոլորս սովորեցինք։ Իդեպ ձեր ստուդիայում ինչ որ կենթան աչքես քո Լավ լուր ունենք երջանիկ մարդկանց համար։ 2 օր առաջ երջանկության միջազգային օրն էր։ Այդ կապակցությամբ տեղի ունեցավ ասուլիս ու մեր մհերը գնաց բացահայտելու երջանկության մեխանիկան։ Երջանկությունը որոնելիս այցելեցի հոկեբան Մարինա Սահակյանին, որոշ խորհուրդներ ստանալու։ Եթե օրինակ ես հիմա ձեզ օբյեկտիվ պատճառներ ասեմ, թե ինչու ես երջանիկ չեմ, այդ կարա ձեզ օգնի, որ փորձեք ինձ երջանկացնել։ Փորձեմ ձեզ երջանկացնել, փորձեմ։ Այո, օրինակ ես շատ եմ ուզում երջանիկ լինեմ, բայց չգիտեմ, լիքը հանգամանքներ կան, որ խանգարում են։ Օրինակ ազգային ժողովում օլիգարխ պատգամավորներ կան, դա ինձ շատ է խանգարում։ Մաքսային օրենքը, հա, այդ հարկերը 33%, ահա որ խանգարում է ինձ ու շատ նման պատճառներ, որ ես ամեն ինչ անում եմ, ամեն առավոտ զարթնում եմ, ասում եմ ես այսօր պետք է երջանիկ լինեմ ու չի լինում դա։ Հիմա դուք ինձ կարող եք ինչ-որ լավ խորհուրդ տալ կամ ինչ-որ կերպ օգնել։ Նախ ասեմ, որ հոգեբանը խորհրդատու չի, շատ կարևոր է ձեր ապերցեպցիոն զանգվածը հետազոտել։ Ճիշտ է, այս վերջերս իմ ապերցեպցիոն զանգվածը մի տեսակ այն չի։ Օլիգարխ պատգամավորները չեն խանգարում ձեզ։ Չէ, երջանիկ լինելու իմ պատկերացումներով երջանիկ լինելու զգացողության մեջ ոչ։ Երանի ձեզ։ Շարունակում էի դարդերս պատմել, բայց օգնություն դեռևս չկար։ Ինչ անեմ, ասեք։ Խնդրում եմ, մի բան ասեք, անեմ։ Եթե դուք փոխեք ձեր պատկերացումները։ Ես փոխում եմ պատկերացումներս։ Ազգային ժողովում օլիգարխներ չկան, մենաշնորհներ չկան, հարկերը ցածր են։ Փոխեք ձեր պատկերացումները եւ գտեք ձեզ ոչ մի բան ուրախանալու չկա։ Սիրված եք։ Չէ։ Դե գտեք մեկին, ում դուք կսիրեք եւ կհամոզեք, որ դուք իր համար իսկ օպերատորը ինձ չի սիրում։ Չէ, կատեգորիկ բաներ եք ասում։ Իրոք այդ մհեր ինձ вообще չի դզում։ Բայց ես նորից եմ կրկնում, պետք է ճանաչեմ ձեր մղումները կյանքի նկատմամբ։ Հա, վայ, ապերցեպցիոն զանգվածը մոռացել էի։ Նույնիսկ սրահի լուսավորությունը չէր խանգարում նրան երջանիկ լինել։ Օրինակ այս լուսավորությունը ձեզ հիմա չի խանգարում։ Շատ ուժեղ չի մի տեսակ։ Չէ, ես ընդհանրապես չի էլ նկատել այդ։ Ես ինձ այդ տեսեք իմ խնդրեմը դա է։ Հիմա իմ խնդրեմ հենց դա է։ Հիմա ինձ ահավոր խանգարում ես լուսավորությունը, տեղս չեմ գտնում։ Այդ դեպքում միգուցե դուք դիմեք նաև նյարդաբանի, որովհետև նյարդերը եթե գրգռված են լինում, մարդը կարող է նման գրգռիչների նկատմամբ լինել ավելի սուր։ Սակայն վերջում իսկապես սկսեցի դրական լիցքեր ստանալ, որի համար շնորհակալությունս հայտնեցի Տիկին Սահակյանին։ Կարելի է ձեզ գրկեմ, շնորհակալություն։ Զգացված եմ, անչափ զգացված եմ։ Մհեր Խաչատրյան Ռոմ Աղաջանյան հատուկ առաջին ռազմահայրենասիրականի համար։
Բոլորիս ամենասիրված քաղաքապետը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տվեց հարցազրույց։ Ինչ լավ, մի քիչ շեղվենք Բարեվոլյությանից, Երևանի ընտրություններից ու տեսնենք մշակութային մայրաքաղաքում ինչ կա։ Ղուկասյանը դժգոհ է ներկա քաղաքապետից, Բալասանյանը դժգոհ է Ղուկասյանից, գյումրեցիներն էլ կարծես թե երկուսից էլ դժգոհ են։ Կարողացանք այս քաղաքապետարանը կառուցել, հիմա էլ ինձ մեղադրում են, թե այս քաղաքապետարանը այսքան մեծ ինչ են կառուցել, կամ այս հյուսիսային կողմն են ասում, չգիտեմ, ես այստեղից որ նայում եմ, աջ կողմը ինչի՞ չի վերանորոգել։ Ինչ թվում է գյումրեցիները այդքան քաղաքապետարանը կառուցելու համար չեն ձեզ մեղադրում, ինչքան սա կառուցելու համար։ Լավ, թող լսենք մարդը ինչի է դժգոհ իր հետևորդից։ Բյուջեն գումար չկա, լավ բյուջեն գումար չկա, Պաբեդայի այդ ճաղերը տեսել եք։ Լավ 10,000 դրամ չունեն, սվարճիկ չունեն, սրանք եկեք ես գումարը տամ, այդ գոնե անարմար է խայտարակություն է։ Թոզի մեջ խեղդել ենք, լավ այդ բանվորները, այդ սովորական մի քանի հատ հավաքարար, դուք չունեք որ քաղաքը մաքրեք, կամ այս ձյունը որ լծվեց, ես հրաբարակը սենց էի, պահում, սա որ այստեղ պատուհանից նայում եք։ Մի ձյունը օդի մեջ էինք բռնում։ Չէ՞ դե որ ճիշտ է ասում պարոն Ղուկասյանը։ Ձյունը իրոք օդում բռնում էին։ Հա, այս հոլովակում հենց նշված հրապարակն է ու տեսնենք ինչ պայմաններում էր հանդես գալիս Գյումրիի դահուկային սպորտի ֆեդերացիան։ Շվերտային հրապարակում են Գյումրու ձմեռային ձևերի մարզադպրոցի սաները։ Օդում էին բռնում, օդում։ Գյումրիի Լուշկովը նաև բողոքեց մակարոնների կտրուկաճից։ Ճիշտ ասած մի հատ անուն ունեի Վարդանիկ Կլիչկա, մինչև այսօր ասում են, դա վրես եկա։ Հետո ժողովուրդը 3 ուրեմն մականուն դրեց։ Մեկը դրեց Գյումրվա Լուշկով, երկրորդը շինարար ու ողորմած։ Հələ նայ գիշեր ցերեկ անուն են դրում չեն կշտանում 5 ամսվա։ Տարբերությունը չեք զգում։ Հələ իջեք ժողովրդի մեջ գլխներիդ մի հատ լաճակ գցեք։ Հələ տեսեք այս ժողովուրդը ձեզ ինչ է ասում։ Ընդհանրապես Լուշկովը տենց այդքան լավ մականուն չի հաշվի առնելով ինչով ավարտվեց Լուշկովի կառավարումը Մոսկվայում, բայց անդրադառնանք ավելի վեհ թեմաներին։ Իհարկե Վարդան Ղուկասյանը չէր կարող աստվածաբանական հարցեր չքննարկել։ Ամենափրկիչին։ Այս տղեն էլ ասում է խաչը պետք է օծենք, բան։ Այդ տղա դու ինչ գործ ունես ամենափրկիչից։ Ես այսքան միլիոններ եմ ծախսել ամենափրկիչ։ Այս 13 տարի կառուցում եմ։ Մի գարեջուր ուղարկեցիր։ Սուրբ նշան էի կառուցում։ Գուցե դա վատ չի, որ եկեղեցի կառուցողներին գարեջուր չի ուղարկել։ Լավ, դե մենք աշխատենք հետևել ինչ զարգացումներ են տեղի ունենում Գյումրիում, իսկ գարեջրի պահով գուցե մի օր մի բարի մարդ գարեջուր կուղարկի բանվորներին։ Գարեջրի գործարաններ են բացելու։ Մի քիչ ժամանակ տվեք։ Եղանակի տեսությունը ներկայացնելու արդեն չեմ հիշում, որորդ փորձը կանի մեր ցոլակը, ինչ է սպասվում ցոլակ։ Մեզ է մոտենում անտիցիկլոն։ Հա ու ինչ։ Չէ, երևի լավ չհասկացաք։ Մեզ է մոտենում անտիցիկլոն։ Ցոլակ ախր 100 անգամ ասել ենք, ցիկլոնը վատն է, անտիցիկլոնը լավն է։ Ակտիցիկլոնը նշանակում է, որ ստաբիլ եղանակ ալնելու, նորմալ, առանց կտրուկ փոփոխությունների։ Լավ, նենց ես վրա տալիս, ոնց որ մի օր էլ ցիկլոն չի գալու։ Կգա էլի ոնց էլ լինի։ Այսքան էր այսօրվա Arm Comedy-ին, կհանդիպենք չորեքշաբթի, իսկ դուք դիտեք վիդեոբոցը։ Ես եթե հավատացեք տեսնեմ, որ թեկուզ այսօր ինչ որ լեգիտիմ չի եղել, ինչ որ բան էս կոմենքում, բայց կարողանա գումար բերի, թե ճակատը չհամբյուրեմ ամոթեղնի ինձ, խաչն ու ավետարանը վկա, թե ես ներողամիտ չլինեմ։ Oh, that shot, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight.